Թունյանը ֆրիկ էր միացրել, որ դեր ասածների կարգով Ես մենակ ասում եմ, որ Թունյանի խաղումը Եվս մի հատ օրինական ճանապարհ է, որովհետեւ մեր բողոքը ներկայացնենք, դեռևս փետրվարին էր էլի տնտեսական հանձնաժողովում մեր ՀԿՄԶ ներկայացուցիչներով մենք արեցինք քննարկումը, բայց այս ընթացքում տարբեր ձևաչափերով արել ենք կտուղիչը վերջերս Դիլիջանում բիզնես ֆորումի ժամանակ էլ ներկայացվել ու կառավարության ղեկավարը հատուկ ՀԿՄԶ-ների համար առանձին սեսիա դրեց քննարկման։ Ներկայացրել ենք, որ 2350 ստորագրություն կան օրինականացված, այսինքն մարդիկ բոլոր հնարավոր օրինական ճանապարհով ներկայացնում են իրենց խնդիրները, էլի դա միայն փողոցային բողոքի ակցիաների չէ։ Սա եւս այդ մեր եղած պետական գործիքներից մեկն էր, Հանրագրի ինստիտուտը, որը եթե հետևել եք, այս անգամ փորձել ենք նորից ժամանակը ճիշտ է, քիչ է sense, որովհետեւ խնդիրը վերաբերվում է ավելի լայն շերտերի մարդկանց, ու դու չես կարող մի ժամում բոլորի խնդրին անդրադառնալ։ Բայց եւ ոսկու շուկայի եւ առևտրի տարբեր բաներով, ապրանքային խմբերով զբաղվողների խնդիրներն ենք ներկայացնում, որոնք պրակտիկ դաշտում այդ գրված օրենքով հնարավոր չի իրականացնել, այսինքն եթե մենք մեր երկփոքր բիզնեսին մենակ ենք թողում այդ խնդիրների հետ, մեծ ցանկության դեպքում նույնիսկ ինքը չի կարող իրականացնել։ Գումարած դրան, որ տուգանքներն է շատ մեծացել, այսինքն հիմա մենք ունենք ՀՄԶ-ներ, որոնք ասում են դեռ փակեցինք առաջի երամսյակը, ոնց որ հարկը այդքան բարձր չէ եւ այլն, այսինքն փաստաթղթերով, բայց իրանք նույնիսկ այդ ժամանակ խախտում են անում, այսինքն իրանք բռնում են առաջի երամսյակում ավելի շատ փաստաթուղթ են դնում, քան վաճառել են, դա նշանակում է երկրորդ երամսյակում ավելի եւ ամենակարևորը, որ տուգանքները, որոնք նախկինում չկային, այսինքն ցանկացած պահի, երբ որ հարկային է մտնի ստուգման, այն ժամանակ ՀՄԶ-ն ասում էր, ես տալիս եմ քո 5%-ը հանգիստ թող ինձ ապրեմ, բայց հիմա նույնիսկ 10% վճարելու դեպքում հարկային մտնի ամեն մի ապրանքի համար ինքը պահանջելու է քանակագումարային հաշվառում, որը ավելի բարդ հաշվառում է, քան ընդհանուր հարկման դաշտում գործողների համար։ Սա է ամբողջ բանը, կռիվը հիմնական, որ մենք երկու գաղափարախոսություն խառնում ենք իրար ու փորձում ենք ասել, դե ՀՄԶ գնանք նույնն արել։ Մյուս կտորը, որ դա ասեմ, մյուս կտորը, որ եթե նույնիսկ այդ ենք արել, ապա շատ տրամաբանական կլիներ, որ հունվարի 1-ից պետական մարմինները, ինչու՞ չէ մեր աջակցությամբ, մեր հետ համագործակցությամբ գնային հատ-առհատ այդ փոքր բիզնեսին օգնեն։ Նույն ոսկու ոլորտում ես այդ օրինակը բերեցի, ասենք դուք հիմա ստիպում եք, որ պայմանական Տիկին Զոյան կոմիսիոն վաճառքի պայմանագրեր կնքի, հա, որտեղ իր մոտ ապրանքը կա որ իրանն է, կա որ արտադրողինն է, կա որ վերցրել է մինչև վաճառի նոր գումարը, դա նշանակում է կոմիսիոն պայմանագրերի հարաբերություն, որը այս մարդը հնարավորություն չունի, այսինքն նա պետք է դիմի իրավաբանի, իրան պետք է տան ստանդարտ ձևաչափ, ինքը պետք է լրացնի, այսինքն այս ամեն ինչը զուգահեռ պետք է արվեր, ասենք եթե նույնիսկ պետությունը գտնում է, որ այս քաղաքականությունը ճիշտ է, ապա զուգահեռ սրանք պետք է ուղղորդվեն իրազեկման աջակցության ծրագրերով, որը արդեն հեսա մայիս ամիսներին չի արվել մինչև հիմա։ Իսկ սա անընդհատ process է, այսինքն բիզնեսը չի սպասում, ասի տեսնենք ամեն օր ինքը ստացվում է հիմա հենց հիմա ամեն օր ինքը խախտումների մեջ է։ Հենց հիմա ինքը քանակագումարային հաշվառում չի վարվում։ Ու մենք խոսում ենք նաև նրա մասին, որ մի տարի հետո նույնիսկ այս նույն գործող օրենքով կարող են ուտուկանան իրաց։ Էսա պրոբլեմն է։ Հիմա նույնիսկ ներկայացրեցիք, հավատում եք Դե արդեն քվեարկեցին, սա հանձնաժողովի նիստ էր, ինչպես տեսակ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներից չկային այդտեղ, ես իմացա, որ 3 պատգամավոր կա տնտեսական հանձնաժողովից ընդդիմությունը ներկայացնող, որոնցից չկային, օրինակ այնտեղ մի պահ կար, որ 3 իշխանության թևը ներկայացնող պատգամավոր էին մնացել, եւ չկար ընդդիմություն, թե ընդդիմության 3 պատգամավորը լիներ, հնարավոր է սա հաստատվել, այսինքն մենք նաեւ քաղաքական աջակցության ֆորմալ խնդիր ունենք, որովհետեւ մենք քաղաքական բան չենք։ Իհարկե, պաշտոնապես կախված է։ Տադեոս Ավետիսյանը կար մինչև այս եղած հարցերին, հետո այս հարցին չմնաց, որ երևի խնդիրներ ուներ կամ պայմանավորություն չկար, բայց ասածս այն է, որ սա քաղաքական ամբիոն էր, որը իրանք են հաստատել, մենք եւս մեկ անգամ զգուշացրեցինք, որ սա միայն չնայած 50,000-ից ավել երկփոքր բիզնեսի մասին է խոսքը, բայց միայն երկփոքր բիզնեսի խնդիրը չէ։ Սա ուղիղ ազդել ցանկացած քաղաքացու վրա, որովհետեւ դա գոնե ընդունեցին պատգամավորները, մասնավորապես Թունյանն նշեց, որ այո, մենք հասկանում ենք, որ սա բերելու է եւ ապրանքների եւ ծառայությունների գների ավելացման։ Այսինքն սա արդյոք մենք դրան պատրաստ ենք։ Մյուս կտորը, որ անդադար ասում ենք, որ ազդեցության գնահատումների խնդիր ունենք, ամենապարզագույն օրինակն եմ բերում, մեր նույնիսկ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը այսօր պատրաստ չէր սրան։ Այսինքն երևի տեղեկ եք, ամսի 21-ը վերջնաժամկետներ, ստիպված, քանի որ չէին հասցնում հաշվետվությունները սպասարկեին համակարգը լրիվ փլվել էր, 3 օր հետաձգեցին։
Այսինքն մենք եւս մի հատ մեծ խումբ տնտեսավարողների անում ենք բարդ հաշվառման, որը ենթադրում է ավելի ծանր սերվերային հագեցվածություն եւ այլն։ Այսինքն ոչ մենք ազդեցություն գնահատում, նաեւ դա նկատի ունենք։ Եվ կրթական ցենզը, եւ այդ մարդկանց ունակությունները, եւ տեխնիկական սպասարկումը, եւ ընդհանրապես պատրաստ ենք այդ գնաճի թեժը։ Հիմա որևէ լուծում չկա։ Չէ, դեմքը քվեարկեցին, այսինքն կողմային մերժելուն։ Բայց իրանք հարցի լուծում տրվող են, Հակոբ ջան։ Իրանք կարող են օրենսդիր Իսկ ո՞րն է լինելու ձեր հաջորդ Հաջորդ խնդիրը։ քայլը ելի կշարունակենք մեր մյուս օրենքով սահմանված բոլոր Շատ ավելի ուժեղ, գործադուլային իջարան։ մենք դες փորձել ենք բոլորը օրենքով սահմանված եւ բողոքի ակցիաներ եւ էլի գրավոր եւ հիմա օրինակ մտածում ենք ավելի շատ իրազեկումներ անենք բաներում, վաճառներում եւ ՏՄԾ-ների մոտ, որտեղ մենք հասկանում ենք, որ նույնիսկ իրենք ներսից շատ հարցեր կա, որ չեն էլ պատկերացնում այն խնդիրները, որ այսօր մենք փորձեցինք ներկայացնել։